Հայաստանի կառավարության եւ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ տարվում է հերթական կեղծ տեղեկատվական արշավը։ Մեդիադաշտում եւ սոցիալական ցանցերում տարածվել են լուրեր այն մասին, թե իբրև Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն անդրադառնալով այս տեղեկությանը նշել է, որ այն չի համապատասխանում իրականությանը։ Շրջանառվող նյութը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտության բնորոշ հատկանիշներ եւ հանդիսանում է հիբրիդային ազդեցության արշավների բաղադրիչ։ Հրապարակման հեղինակ Օկայ Դեփրեմը նախկինում եւս բազմիցս տարածել է Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների վերաբերյալ ոչ հավաստի եւ մանիպուլյատիվ տեղեկատվություն, ինչը արձանագրել են ինչպես հայկական, այնպես էլ միջազգային փորձագիտական շրջանակները։ Նման հրապարակումների նպատակը հանրային բևեռացումն ու պետական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումն է ընտրական գործընթացներին ընդառաջ։ Իդեպ Օկայ Դեփրեմի կողմից տարածվող ապատեգատվությունը կրկնվող եւ համակարգված է։ Հրապարակումների համաձայն վերջինիս սին նյութերը նախ հրապարակվում են ադրբեջանական Հաքին հարթակում, ապա արագորեն տարածվում տարբեր սատիրիկ կամ կիսասատիրիկ կայքերի եւ սոցիալական ցանցերի միջոցով, հանրությանը մոլորեցնելու եւ արհեստական օրակարգ ձևավորելու նպատակով։ Տարածված կարծիքի համաձայն նման նյութերի տարածումը հատկապես աճել է, երբ Ադրբեջանում դադարեցվել է Սպուտնիկ լրատվամիջոցի գործունեությունը։ Նշենք, որ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի նպատակով Հայաստանի Հանրապետության իշխանությունները դիմել էին եվրոպացի գործընկերներին ոչ միայն ֆինանսական, այլև մասնագիտական աջակցություն տրամադրելու խնդրանքով։ Իշխանությունները Եվրամիությունից աջակցություն ստանալու իրենց քայլը պայմանավորել են նրանով, որ առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արտաքին ազդեցության որոշ շրջանակներ փորձելու են հիբրիդային մեծ արշավ սկսել եւ միջամտել երկրի ներքին գործերին, որն ուղիղ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու անվտանգությանը։ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը օրեր առաջ հայտարարել էր, որ Եվրամիությունը 15 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար։ Հայաստանի կառավարության այս քայլը ընդդիմադիր հատվածի մեկնաբանմամբ միջամտություն է երկրի ներքին գործերին, սակայն իշխանությունն այդպես չի կարծում, ավելին հակառակն է պնդում։